Ոչ ֆորմալ զբաղվածությունը Հայաստանի տնտեսության մեջ զգալի մաս է կազմում, ընդգրկելով հազարավոր չգրանցված աշխատատեղեր, հետևաբար աշխատողները զրկվում են պաշտպանված լինելու իրենց իրավունքից։ Globally, 4 enterprises among 5 and more than 6 workers among 10 operate in the informal economy. Informal economies are typically characterized by low productivity and decent work deficits. Behind every informal job is a person striving to make a living, often without access to social protection, healthcare, or stable income. The International Labour Organization has adopted a new international labour standards for the transition from the informal to the formal economy in 2015. This recommendation is expected to help hundreds of millions of workers and economic units to moving out of informality. The ILO addresses informality globally through a comprehensive approach that combines policy guidance, technical assistance, and international labour standards. In Armenia, we act on multiple fronts to reduce informality, expanding the formal economy, facilitating the formalization of informal actors, and preventing the informalization of the labor market. In particular, ILO initiative strengthens stakeholders' capacity to reach and assist disadvantaged workers and enterprises, conduct research on the drivers of informality and on platform workers to inform policy discussions, and facilitate tripartite policy dialogue. Աշխատանքի և զբաղվածության ոլորտում Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը շարունակում է ուղղվածնել այնպիսի պայմանների ստեղծմանը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի արժանապատիվ աշխատանքի և կայուն եկամտի հնարավորություն։ Զբաղվածության ռազմավարությամբ սահմանված գործողություններն ու միջոցառումները նպատակ ունեն նպաստել ֆորմալ աշխատատեղերի ստեղծմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների կրճատմանը։ Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ մեր համագործակցությունը կարևոր քայլ է այս նպատակների իրականացման ճանապարհին և լիահույս եմ, որ համատեղ նախատեսված աշխատանքները կշարունակեն արձանագրել ցանկալի արդյունք։ Ոչ ֆորմալ աշխատանքային հարաբերություններն ինքնին արդեն խնդիր են, որովհետև այս դեպքում մարդիկ չեն օգտվում իրենց աշխատանքային իրավունքներից եւ երաշխիքներից, որոնք նախատեսված են աշխատանքային օրենսդրությամբ, եւ այստեղ մեծ խնդիր է նաեւ այս մարդկանց իրազեկման բացը։ Աշխատողների շատերը նույնիսկ չգիտեն, որ իրենք պետք է ունենային աշխատանքային պայմանագիր եւ այդ պայմանագիրը պետք է ստորագրված լիներ։ Պետք է հիմնական շեշտը դնել այնպիսի բիզնես միջավայրի ստեղծմանը, այդ թվում հարկման ռեժիմների այնպիսի պարզեցման եւ միասնականացմանը, որի ժամանակ բիզնեսը ուղղակի իր հաշվարկներով չի մտնի ստվեր։ ԱՄԿ-ի հետ համատեղ կազմակերպված դասընթացին մասնակցել են թվով 70 մեր հայրենակից փախստականներ։ Զբաղվել եմ ջերմոցային տնտեսությամբ, մասնակցել եմ Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից կազմակերպված ձեռնարկատիրական հմտությունների զարգացման թեմայով դասընթացին, փորձելով այդ գիտելիքները ներդնել իմ կողմից ստեղծված փոքր բիզնեսում, դարձնելով այն ավելի մրցունակ։ Հայաստանի Արմությունների կոնֆեդերացիան աշխատանքի միջազգային կազմակերպության հետ համատեղ ունի մեկ ծրագիր, որը վերաբերում է ոչ ֆորմալ դաշտում աշխատողների իրազեկման քարոզարշավին։ Ծրագրի շրջանակներում իրականացրել եմ կազմակերպչական աշխատանքներ Հայաստանի Հանրապետության մի շարք մարզերում եւ Երևան քաղաքում։ Ներկայացել եմ աշխատանքային պայմանագրերի արկայության առավելություն։ If you want to address informality, you need good policies.
And those good policies, they must be evidence-based, and that's why a diagnostic is so important. Within our new cooperation framework with the government of Armenia, the United Nations system is committed to strengthen labor right protections and labor market institutions to promote formalization of work and to expand employment opportunities and to foster inclusive growth. Ոչ ֆորմալ տնտեսությունից ֆորմալ տնտեսության անցումը պահանջում է համատեղ ջանքեր։ Միասին մենք պետք է ձգտենք, որ Հայաստանում յուրաքանչյուր աշխատանք լինի արժանապատիվ, հետևաբար առաջին հերթին ֆորմալ։